Ամառային գունագեղ սիմպոզիումները, որոնք արդեն 21 տարի անցկացվում են Կողբի գեղարվեստի դպրոցի կողմից, վերածվել են նոյեմբերյանի սարերում արվեստի յուրահատուկ կենտրոնի, համախմբելով ստեղծագործողներին բնության գրկում։ Այս տարվա սիմպոզիումի ամփոփիչ ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Երևանում, արվեստի դեսպանատուն արվեստանոցում։ Այս տարի ինձ բախտ վիճակվեց առաջին անգամ կյանքում լինել Կողբի ճամբարում, Կողբի պլեներում, որտեղ շատ հրաշալի օրեր անցկացրեցինք, ծանոթացանք տարբեր նկարիչների հետ, աշխատեցինք միասին ու մեզ մոտ գաղափար առաջացավ, որ այդ հրաշալի աշխատանքները պետք է անպայման ցուցադրենք նաև Երևանում։ Այսով սիրով հյուրընկալել ենք Կողբի պլեներ 2025 թվականի աշխատանքների ցուցահանդեսը։ Ուղղակի հիացած են, շնորհակալություն եմ գեղեցիկ նախաձեռնության համար, տարիներ շարունակ 2-10 ավել պլեներները մեր մոտ կատարում են։ Այս ստեղծագործությունների մեջ սա մեր համայնքի չնաշխարհիկ բնությունն է, պատմությունն է, գեղեցկությունն է ու շատ լավ է, որ ձեզ շատ եք տեսել ջան, որ էներգետիկ դաշտի ինչքան ուժեղ չեն մնում, մենք ամենասուն մոտ կետում ենք ու ոչ կանեմ, որ նկարիչների թիվը ևս բազմապատկում է։ Ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի տարբեր համայնքներից և արտերկրից ժամանած նկարիչների աշխատանքները, որոնք 20-ից 30 օր ապրելով նոյեմբերյանի սարերում ներշնչվել են տեղի բնությամբ և ստեղծագործել անմիջականորեն բնության միջավայրում։ Մոտ 10 տարի է ես մասնակցում եմ այս սիմպոզիումներին իմ ընտանիքի հետ ու այստեղ ոչ միայն կարելի ասել հանդիպում է արվեստի հետ, այլ ավելի շատ բնության և ջերմ մթնոլորտի։ Ու կարելի ասել մենք ամեն տարի գալով մեր արվեստի ճամբարը, կարծես թե մարդանալու տեղ ենք գտել և միահյուսվում ենք բնությանը և արվեստին, ինչպես նաև կողբեցիներին։ Սա ինքան երանելի բան է, որ ու ինքան կարևոր է, այս անհոգ ժամանակներում անհոգի աշխարհում դուրս ճիշտ հակադակ դեգրադացիոն պրոցեսի մեջ մենք հանկարծ մի փոքրիկ Հայաստան այսքան խփված եւ հանկարծ կարևորում է այն, որը չի կարևորում ամբողջ աշխարհը եւ դրա նկատմամբ աշխատանք է կատարում, որպեսզի հոգեվորի զարգացումը չլինի։ Եվ մի գյուղում Հայաստանի սահմանամերձ Հյուսիսային մի գյուղում մի դպրոց կա, արվեստի դպրոց, որը կազմակերպում է միջոցառումներ եւ բոլորին հավաքում են սալոն, տարբեր տեղեր եւ այլն եւ այսօր արդեն տարբեր չազգային։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 22-ը, այցելուներին հնարավորություն տալով ծանոթանալու նոյեմբերյանի հիասքանչ բնությանը։